որ այսօրվա իշխանությունները որևիցե սկզբունքայնություն չունեն, որևիցե տեսակի։ Դա ոչ գաղափարական սկզբունքայնությունն է, ոչ իրավական սկզբունքայնությունն է, այսինքն այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի իշխանությունը պահպանելու համար։ Եվ քանի որ իրենց տերերը ասել են, մենք պետք է հասկանանք, որ այսօր թե Ռուսաստանը եւ թե Թուրքիան իր հիմնական ներքաղաքական թշնամի, ներքաղաքական հակառակորդի տեսնում է ազգային ժողովրդավարական բևեռին եւ Սասնա Ծռեր խմբավորմանը, որովհետեւ այս կոնտինգենտն է, մարդկանց այս խումբն է, որը ձգտում է Հայաստանի իշխանությանը, որը պատրաստ է դիմադրության, սա շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն Սասնա Ծռերին բանտարկելով ռուսներն ու թուրքերը եւ նրանց խամաճիկ Նիկոլ Փաշինյանական ռեժիմը փորձում են ճնշել հանրության այն սեգմենտը, որը պատրաստ է դիմադրության, որովհետև ռուս-թուրքական հանձնման ընդունման ընթացքում դիմադրող, ուրեմն հանրության դիմադրող սեգմենտը հանդիսանում է խոչընդոտ։ Սա է պատճառը, որ իդեպ հիշեցնեմ, որ Սասնա Ծռեր խմբավորման ներկայացուցիչներին, անդամներին բանտարկեցին Առաջին հանրապետության հռչակման օրը։ Սա նույնպես սիմվոլիկ էր։ Այսինքն հենց այն օրը, երբ որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը եւ իմանալով, որ Սասնա Ծռերը եւ ազգային ժողովրդավարական բևեռը հանդիսանում են Առաջին հանրապետության իրավահաջորդության ջատագով, սիմվոլիզմը նույնպես պահպանելով եւ իրենց օտարերկրյա տերերին, ռուսներին եւ թուրքերին ցույց տվեցին, որ խնդրեմ մենք ուրեմն ձերբակալում ենք, բանտարկում ենք Սասնա Ծռերին հենց Առաջին հանրապետության օրը։ Սա է խնդիրը, այս իշխանությունները չունեն սկզբունքային որևիցե առանցք, նրանք ունեն մեկ սկզբունք՝ հանուն իշխանության ամեն ինչ, եւ նրանք պատրաստ են ստի, պատրաստ են ուրեմն քաղաքական բանտարկյալների, նրանք պատրաստ են նաեւ մեծ արունահեղության։ Այսօր մենք արդեն ունենք մի փաստ, որ իր իշխանությունը պահպանելու համար Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը եւ գնաց ահռելի արունահեղության եւ մենք ընդամենը 1 ամսում ունեցանք մոտ 5000 զոհ, հաշվի առնելով բախվող կողմերի քանակը եւ մարտունակությունը, սա ահռելի կորուստ է։ Այսինքն ընդամենը 44 օրվա ընթացքում 5000 զոհ տալը դա աննախադեպ երևույթ է ամբողջ աշխարհում նման ուժերի բախման պարագայում։ Եվ այս ամեն ինչը կազմակերպվեց, այս ամեն ինչը արվեց Արցախը հանձնելու եւ շատ ծանր արյամբ հանձնելու։ Սա եւս մեկ ապացույց է, որ այս ռեժիմը պատրաստ է նաեւ գնալ մեծ արյան, որպիսի իր իշխանությունը պահպանի։